որպես մեր պետականության հիմնակար առանց այս ճակատամարտերի, որոնք պատմական չեն, այլ ճիշտ արդիական, մենք չենք ունում անգամ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը։ Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ելույթում այսպիսի մի հայտարարություն էր անում, ասում եմ մենք տարիներ շարունակ հայրենիք հիմա վերջապես գտել ենք ու հիմա ավելի քան երբևէ անկախ ենք, ինքնիշխան ենք։ Իսկապես կիսում եք այդ տեսակետը, մենք որ պետություն ենք փնտրել տարիներ շարունակ։ Դուք գիտեք, որ ես այդ մարդկանց այլևս չեմ մեկնաբանում, բայց կարող եմ ասել, որ քաղաքացիական հեգնանք է, ծաղրանք է, երբ նրանք ովքեր հանձնել են Հայաստանը, իր տարածքը, իր ինքնիշխանությունը, իր ոսկե դղաներին, խոսում են այդ նույն արժեքներից։ Պատմության դասերը ոչ թե չեն սերդել հայոց սերունդները, այլ հենց իրենք չգիտեն, թե ինչ է հայոց պատմությունը, եւ եթե այսպես շարունակվի, հայոց պատմությունը ողբերգականորեն պիտի կրկնվի, եւ իրենք ոչ թե ինքնիշխանություն են բերում, այլ մեր պատմության ողբերգական կրկնումը։ Եվ սա մեր ժողովուրդը պետք է բացառի։ Ես չեմ որ պիտի ասեմ, որ նման մարդկանց ներկայությունը այստեղ ծաղրանք է մեր ժողովրդին իր արժանապատվությանը, բայց այն ինչ որ իրենք ասում են ամենօրյա ռեժիմով, որպես գործող պաշտոնյաներ Հայաստանի Հանրապետության, ուղղակի թքած ունեն Սարդարաբադի, մեր հերոսների, ներողություն մեր զինվորների վրա, ովքեր դարձին այս տոնը։ Ցավում եմ դրա համար, բայց այդ բարձրագոչ խոսքերը, որ այստեղ ասում են, արդեն երկրորդ է։ Ես հիշում եմ, որ Դավուշյան հաջողությունից հետո ինչպես եկավ այստեղ, ուրիշներին հերոս կարգեց, արժանի, բայց ինքն էլ երակույն ժաբավեն դրեց իր վրան, ոնց որ ինքնահերոսացում էր